Եղավ, որ ժամը երեքին երկրի վրա մեծ խավար իջավ, Աստծո որդին մարդ դարձած, թշնամու գործին մարտահրավեր նետած, խաչվեց որպես մի ավազակ, աշխարհի մեղքը իր վրա վերցրած, զարդարվեց փեշեպսակով, մահացավ նա խաչի վրա։ Եզերքի լուսամուտներն էին բացված, ամեն աչք նրան էր հարած, սրտները քար դարձած, լեզուները պապանձված, դիտում էին տեսարանը իրենց առջև բացված, հրեշտակների աղոթքներն էին առաստված ուղղված, հայրը գիտեր, որ թուսերին ծանր բերեր դրված, Սուրբ հոգին էլ մասնակից էր լուր, լեցված սիրով ու մխիթարությամբ, նրանց հրաշքով և իմաստությամբ, բացվելու էր երկնքում կյանքի նոր դուռ, սատանան էր ուրախ իր դևերով, երջանիկ ծափեր զարկում իր թևերով, մտածում էր, թե հաղթեց և ծնկի բերեց, Աստծո որդուն կյանքից զրկեց, որդին հանձնեց հոգին հորը, մարդկանց փոխարեն իջավ մահվան ձորը, թշնամին պարտացավ, գովեց իր գործը, դժոխքում գործի դրեց իր ամբողջ փորձը, երևաց Հիսուսը երնակամարում, խաչին մեխված, աշխարհի մեղքն ու բեռը իր ուսին վերցրած, իջավ դժոխքն դատապարտված, ինչպես մի մեղքի գառնուկն ամորթված, տեսարանը այս մեծ ու ցավալի, դիտում էին աներևույթ ու երևելի, արարածներ երկնքի ու երկրի, միտկանելով, թե այս գործումով կհաղթի, Տեր կդառնա երկրի ու տիեզերքի, Իսարմանս չար դևերի և զորագլխին նրանց սև գործերի, Հիսուսը հարություն առավ մեջն իր մարմնի, հավատացյալների համար լինելով աղբյուր կյանքի, թշնամին էր պարտված, իր չար խոսքով թակարդն ընկած, Հիսուսը կանգնելով հորգահի առջև ասաց, մեկն է այն մեղավոր մարդկանց, ով որ գալիս է դարձի մեղքերը խոստովանած, և Աստծուն իրեն Տեր ընտրած, վճարված է գինը նրա մեղքերի, չկա այլևս մուրհակը պարտքերի, Հիսուսն ասում է, ես խաչվեցի, որ նրանք ազատվեն, ես խաչվեցի, որ նրանք ապրեն, ես խաչվեցի, որ նրանք բժշկվեն, ես խաչվեցի, որ նրանք փրկվեն, և այսպես շարունակ, մինչև օր թվարկում է անունները բոլոր նրանց, ովքեր թեկուզ վերջին շնչում, իրենց մարմինը հանձնում են կյանքի խաչին, հասկանում են, որ Հիսուսը այդ խաչված պահին դարձել էր հենց այդ մեկը, զոհ դարձած մեղքին, ու նորից ունկնդիր ենք լինում մրաձայնին, ես խաչվեցի, որ նրանք ազատվեն, ես խաչվեցի, որ նրանք կապեն, ես խաչվեցի, որ նրանք բժշկվեն, ես խաչվեցի, որ նրանք